3 տարի առաջ այս ամբողջ ուրեմն շարժումը սկսեց, ընդամենը մի 1000-2000 գործիք կար AI-ով աշխատող, այսօր 45000-ից ավել արհեստական բանականությամբ խնդիր լուծող գործիքներ կան։ Եթե լավագույն սցենարով գնալու են ռոբոտներն ամեն ինչ մեր համար անելու են, մենք երջանիկ ապրելու ենք, օքեյ, բայց մենք ինչ պետք է անենք, պետք է սովորենք։ Բարև ձեզ, գրադարանում այսօր զրուցում ենք Ռեարմենիա հիմնադրամի տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ։ Բարև պարոն Պողոսյան։ Անցյալ տարի հայտարարում էիք նպատակի մասին եւ խոսում էիք այդ մասին, որ նպատակ ունեք 5 տարում մինիմում 1 միլիոն հայ կրթել արհեստական բանականության ոլորտում։ Ինչպես է ընթանում ձեր աշխատանքները այդ ուղղությամբ։ Շնորհակալություն շատ նախ հրավիրելու համար ու այդ մեզ համար շատ կարևոր հարցին անդրադառնալու համար։ Լավ է ընթանում, ուրեմն ոնց նշեցիք, անցած տարվա սկզբին այս արհեստական բանականության կարևորությունը հասկանալով սկսեցինք այդ կրթական process-ը ու ցանկացած process սկսելուց նպատակ է սահմանում, ասում ես լավ, հիմա ես ոնց եմ իմանալու այս process-ը հաջողել է թե չէ, գործս լավ եմ արել թե վատ, ու հասկացանք, որ առնվազն 1 միլիոն հայ, ուրեմն մաքսիմում ամենաշատը 5 տարվա ընթացքում պետք է AI գրագետ լինի, որպեսզի կարողանա իր գործը անկախ նրանից թե որ ոլորտում է գործում, մաքսիմալ արդյունավետությամբ անի, ու ըստ էության արդեն անցած տարվա աշնանը Ռեարմենիա ակադեմիան որպես առանձին կազմակերպություն հիմնադրվեց, իհարկե էլի պատկանում է Ռեարմենիա հիմնադրամի նույն մեր հանրային գործունեության, բայց ինքը արդեն կոմերցիոն է։ Կոմերցիոն է, հա, վճարովի դասընթացներ է վաճառում, ու այս իհարկե այնտեղ որտեղ կարողանում ենք, եմ ասում մուսկուլներս հերիքում է, անվճար բնականաբար անում ենք, ու այս պահի դրությամբ մոտ ուրեմն 7000 հոգի, 6-ից 7000, այսքան արդեն այս մեր կրթական ծրագրերով անցել են, մոտ 2000-ից ավելը այդ վճարովի դասընթացներին մասնակցել, մոտ 4000-ը մեր վեբինարներին անվճար, ասենք, դե որտեղ հնարավոր է, օրինակ մի հատ տենց լավ ծրագիր արեցինք ինֆորմատիկա առարկայի ուսուցիչների համար, հաշվի առնելով, որ այդ մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա, իրանք էլ իրանց արդեն աշակերտներին կտարածեն։ Վերջը տարբեր ասենք հնարավորությունների դեպքում նաև այդ անվճար process-երն ենք անում։ Կարճ ձեր հարցին պատասխանելով սկսել է process-ը, 6-7000 հոգի արդեն այդ process-ով անցել են, համայնք է ձևավորվել, իդեպ հեսա այս հունվարի վերջ պլանավորում ենք առաջին նաև մեր համայնական հանդիպումն անել, այդ AI գրագետ ոնց որ մարդկանց առաջի հանդիպումն ենք պլանավորում անել, ու հա, նպատակը մնում է նույնը, որպես մինիմում 1 միլիոն հայ, որպես մաքսիմում 5 տարվա ընթացքում դառնան AI գրագետ։ 1 տարին մեծ ժամկետ է իրականում ժամանակակից չափանիշներով, հատկապես արհեստական բանականությունը ինքան արագ է փոխվում, ինքան է արագ է մտնում։ Կա կյանք, որ դժվար է նույնիսկ վերագնահատել նախնական դրած նպատակները, որովհետև ֆորմալ կրթությունը, նախարարությունը համապատասխան արդեն մտել է process-ի մեջ եւ հիմա ընդհանրապես դժվար է պատկերացնել որևէ միջոցառում, երևի թե ցանկացած ոլորտին, որտեղ ասենք քննարկումներից, ասենք պանելներից մեկ արհեստական բանականությունը չլինի կամ դասընթաց, որը մի քանի սեսիա չունի այդ թեմայով։ Այդ նման արդեն աճող ձնագնդու, ինչպես եք ընկալում այդ իրողությունները։ Դե մի կողմից ճիշտ եք ասում, որ այդ 5 տարին, որ ասում ենք, իսկականից շատ մեծ ժամկետ է, բայց երևի սկզբում չգիտեմ, մենք ենք մի քիչ ավելի կոնսերվատիվ վերաբերվել, բայց այնուամենայնիվ մենք մեր ապահովության համար ասել ենք մաքսիմում 5 տարում, մինիմում 1 միլիոն հայ, հա, ու հաշվի առնելով այս արագացումները, այս տեմպերը, փորձելու ենք շատ ավելի կարճ ժամկետում այդ անել։ Այստեղ մի կարևոր բան կա, նախ երբ որ գրագիտության մասին խոսում ենք, ոնց որ ժամանակին, չգիտեմ, 100 տարի առաջ մինիմում գրագիտության շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ էր գրել կարդալ իմանալ, հա, ու ամեն մեկը չգիտես, գյուղում կարող է 1-2 հոգի գրել կարդալ իմանային։ Հիմա այս վերջերս արդեն համակարգիչ հեռախոս տեխնոլոգիաները օգտագործելն է դարել մինիմում գրագիտության շեմը հաղթահարելու համար պարտադիր։ Հիմա այդ AI օգտագործելը, AI տիրապետելն է դարձել ոնց որ մինիմում շեմը հաղթահարելու պայման, բայց ինքը անընդհատ զարգացման տեղ ունի, նոր գործիքներ, նոր մեթոդներ, նոր նույն պրոմպտերը, օրինակ հրահանգները, որ տալիս ենք AI-ին, որպեսզի լավ արդյունք ստանանք, դրանք անընդհատ ինչ որ նոր տեխնիկաներ է մշակվում prompt-ing-ի, prompt engineering-ի, այսպես ասած, հա, կամ էլ չեմ ասում գործիքները, եթե ասենք մենք մի 3 տարի առաջ այս ամբողջ ուրեմն շարժումը սկսեց, ընդամենը մի 1000-2000 գործիք կար AI-ով աշխատող, այսօր 45000-ից ավել
արհեստական բանականությամբ խնդիր լուծող գործիքներ կան ու այդ ամեն ինչին հետևելը տեղյակ լինել մի առանձին հմտություն է։ Հիմա որ ասում ենք AI գրագետ, առնվազն ի նկատի ունենք մարդ, որը որ այս ամբողջ process-ներին հետևելուն ունակ է, անպայման չի դու բոլոր գործիքներն իմանաս, բայց անպայման է դու իմանաս, թե քո խնդիրները լուծելու համար որ ուրեմն հարթակներում, որ գործիքների զարգացումներին պետք է հետևես, ոնց այդ ամեն ինչը պետք է սովորես, մարսես, որ միշտ այդ պահի դրությամբ եղած մաքսիմալ հնարավորություններն օգտագործես։ Այսինքն, այն ոնց որ keep up with AI, ասում AI-ի հետևից հասցնող մարդկանց ձևավորելու մասն ենք խոսում։ Մենք վերաբերում է նախարարությանը կամ ֆորմալ կրթությանը, ֆորմալ կրթության մասով մենք մի հատ մեծ խնդիր ունենք, այդ տրանսֆորմացիայի տեմպն է։ Այսինքն ոնց է աշխարհը վերափոխվում, տրանսֆորմացվում, ինչ տեմպերով, ինչ ձևերով, ու ոնց է ֆորմալ կրթական համակարգը վերափոխվում։ Ոչ մի ձևով այդ իրար հետ ուրեմն չի բռնում, այսպես ասենք, հա, այսինքն շատ ավելի դանդաղ է ֆորմալ կրթության տրանսֆորմացիան տեղի ունենում, ստեղ մեծ խնդիր ունենք լուծելու, պետքա այն ոնց որ բոլորս նախարարությունից բռնած կրթական հաստատություններով շարունակած այդ հաստատություններից օգտվողներով վերջացած, այդ կլինեն ուսանողները, թե իրանց ծնողները, թե կազմակերպությունները, որոնք սպասում են, որ հեսա տեղից ուսանող պիտի դուրս գա, մասնագետ պիտի դուրս գա ու միանա իրանց, բոլորս պետքա շատ ինտենսիվ ուրեմն պրեսի տակ պահենք, էլի, այդ համակարգի տրանսֆորմացիայի process-ը լավ իմաստով, այսինքն անընդհատ պետք է բրթենք, որ շուտ տրանսֆորմացվի, հակառակ դեպքում ըստ էության անիմաստ է դառնում արդեն այս ֆորմալ կրթությունը, հա, եթե ասենք չի հասցնում տրանսֆորմացվի, ու չհասցնելու պատճառով նենց էլ չի, որ օգուտ չի տալի, հաճախ վնաս է անգամ տալի, որտեղ այսօր մեզ օրինակ ինքնուրույն որոշում կայացնող մարդիկ են պետք, այդ AI-ներից օգտվելու, այդ ամեն ինչը ճիշտ տիրապետելու համար ինքնուրույն խնդիրներ ձևակերպող որոշում կայացնող մարդապետ, բայց բազմաթիվ հաստատություններ միջև այսօր հանձնարարություն կատարողներ են ձևավորում, փոխանակ որոշում կայացնողներ ձևավորեն, սենց խնդիրներ կա։ Գալով նախարարությանը նույն AI-ի մասով անցած տարվանից կրթության գիտության այսինքն մերը կրթությանն է, ԿԳՄՍ-ի կնա էլի, այստեղ կրթության նախարարությունը սկսել է process, դիալոգ բոլոր ուրեմն ոլորտում գործող կառույցների հետ, այնտեղ նույն Ռեարմենիան էլ կա, իր Ռեարմենիա ակադեմիայով, բայց 405 ուրեմն հիմնադրամն է, իր անդամներով, այդտեղ շատ UAT-ն է, UICT-ն է, TUMO-ն է, FAST-ն է, եւ այլն, տենց հիմա որ ոչ մեկի անունն էլ չմոռանամ, բոլոր մեր ընկերները, կառույցները, ովքեր այս ոլորտում գործ են անում, իրար գլուխ հավաքված նախարարության հետ միասին քննարկումների process-ում ենք, այնտեղ 3 հիմնական հարց է դրած։ Առաջինը AI կրթությունը, երկրորդը AI կրթության համար ու երրորդը կրթությունը AI դարաշրջանում։ Այս առաջինը վերաբերում է նրան, թե մեր հանրակրթական դպրոցներում ոնց պետք է աշակերտները սովորեն AI-ն օգտագործել, AI-ից օգտվել։ Երկրորդը AI կրթության համար, այս նրա մասին է, թե ոնց պետքա մյուս առարկաները ավելի արդյունավետ դառնան AI-ն օգտագործելով ու ոնց պետքա դպրոցների կառավարումը ավելի արդյունավետ դառնա AI-ն օգտագործելով։ Այսինքն կենսաբանություն, ֆիզիկա, հանրահաշիվ սովորում ենք, ոնց AI-ն օգտագործենք, որ ավելի արդյունավետ սովորենք, էլի, հա։ Ու երրորդը կրթությունն AI դարաշրջան, սա արդեն այն ինչից սկսեցինք խոսալ, կրթության տրանսֆորմացիայի մասին է։ Առհասարակ կրթությունը ինչպիսին պիտի լինի այս նոր դարաշրջանում։ Հիմա իհարկե այնտեղ քանի որ կողմերը շատ են, քննարկումները խորն են, տարբեր են, process-ը այնքան արագ չի գնում, ինչքան կուզեինք։ Հիմա այդտեղ, չգիտեմ, անհանգստություններ այդ մասով եւս ունեմ, օրինակ անցած տարի, եթե չեմ սխալվում, թե հուլիս, թե օգոստոս սկսել է խոսակցությունները, բայց հիմա դեռ ոչ մի տենց շոշափելի տրանսֆորմացիաներ այս խոսակցության արդյունքում չի եղել։ Քննարկումները եղել աշխատանքային խմբեր են ձևավորվել, ինչ-որ paper-ներ, ինչ-որ դոկումենտներ ա ոնց որ մշակվում, ինչը շատ լավ է, բայց ոնց ավելի 5 անգամ ավելի արագ պետք է գնանք առնվազն, որպեսզի հետ չընկնենք, էլի, այսեն գիտեք, այսեն ժամանակաշրջանից որ մեծ արագությամբ պետք է վազես, որ գոնե տեղում մնաս, էլի։ Հա, ու արանքում ոչինչ չկորցնես, որովհետև նաև վախեր կային արհեստական բանականության հետ կապված, ու այդ վախերը չեն վերացել, ապոկալիպտիկ սցենարներով սկսած, որ կրթությունը կվերանա, որ մարդկանց կասեն դուք ուղղակի նստեք եւ այս գործիքները ունեք եւ ապրեք ձեր համար, իսկ մենք ձեր փոխարեն կորոշենք եւ այլն, այսինքն թվային դիկտատուրայի մասին խոսակցություններ կան նույնիսկ։ Հա, դե ոնց որ ցանկացած նոր տեխնոլոգիա իր հետ բերում է թե դիստոպիական, թե ուտոպիական ոնց որ սցենարներ, ու իդեպ այդ երկուսն էլ իրավունք ունեն լինելու ու պետք է լինեն, ասենք, այդ սցենարները, որտեվ այն ամենապրիմիտիվ
դանակից սկսած, որ կարող ես համ մարդ սպանես, համ կարող ես այդ նույն մարդու համար, ասենք, վարունգն ու պամիդորը կտրտես, ասենք, հյուրասիրես, նույն ձև ասենք, ոնց որ ատոմային էներգիան, էլ ատոմային ռումբել են սարքում, ասենք, թե կյանքերել են, ասենք, փրկում, նույն ձև AI-ը, այսինքն ցանկացած նոր տեխնոլոգիա, թե ի բարի, թե ի վնաս կարող օգտագործվի։ Հետևաբար, հա, այդ խոսակցությունը կան, այդ ռիսկերը կան, մի բանն է հաստատ, որ ցանկացած սցենարի դեպքում լավագույն վիճակում գտնվելու համար պետքա տիրապետել այդ տեխնոլոգիաները, սովորել AI-ից օգտվել։ Եթե մենք մտածում ենք, որ ամեն ինչ վատ է ալնելու, AI-ը ուրեմն աշխարհը հեսա գրավելու է, ռոբոտները մեզ վնասում, բայց ինչ անենք, պետքա սովորենք ոնց է այդ AI-ն աշխատում, որ իմանանք ոնց հետը հարաբերվենք, ոնց դեմը առնենք։ Եթե մտածում ենք ամեն ինչ լավ ալնելու ուտոպիստական սցենարներ, օրինակ հիմա տերմին է շրջանառվում sustainable abundance, այսինքն կայուն առատություն, հա, այսինքն եթե լավագույն սցենարով գնալու են ռոբոտներն ամեն ինչ մեր համար անելու են, մենք երջանիկ ապրելու ենք, օքեյ, բայց մենք ինչ պետք է անենք, պետք է սովորենք ոնց օգտվել AI-ից, ոնց ասենք այդ առատությունից օգտվել։ Ցանկացած դեպքում այսօր մեր համար մեկ քայլը արհեստական բանականության, ուրեմն ուղղությամբ ագրեսիվ կրթվելն է։ Հա, որովհետև AI գերեգիտություն բառը կամ մեդիա գերեգիտություն բառը, որով մենք ենք շատ զբաղվում որպես կազմակերպություն եւ որպես կայք, այդտեղ ամենակարևոր բառը դոմինանտ բառը գերեգիտությունն է, որովհետև մարդիկ սովորեն ԱԲ գործիքներից օգտվել, բայց մարդիկ այն օրը ստատիստիկայի հրապարակվել ընդհանրապես խոսակցություն կա, ասենք մարդիկ չեն սովորում բազմապատական աղյուսակը կամ չեն ուզում սովորեն կամ ալարում են կրթությունը ընդհանրապես այնպես չէ որ լավ է վիճակը կարող են թվերով խոսել կամ ոչ միայն Հայաստանում այսինքն մարդիկ շատ էլ տենց կրթվելուն շատ հակված չեն եւ եթե ասենք այդ կրթվելու կոմպոնենտը չի լինում գնում եք ծուլության, էլի, այդ նման խոսակցություններ կա դրա համար եմ ասում։ Եթե մարդը գիտի ChatGPT-ին եւ ճարում է ChatGPT-ին հարցեր տալ եւ պատասխաններ ստանալ, արդյոք նա արդեն ԱԲ գրագետ է թե ոչ։ Տեսեք, իրականում նախ այդ գրագիտություն կոչվածը ինքը այնուամենայնիվ ոնց որ մի կետ չի, որ սրանից առաջ անգրագետ ես, այս սրանից հետո գրագետ ես, ինքը շատ հատված է, այստեղից գրագետ ընթացք է ինձ թվում է։ Ահա, նույնի նկատի ունեմ, եթե բան տարածության մեջ նայենք, ոնց որ այստեղից ստեղ դու ասես անընդհատ ավելի ու ավելի ու ավելի գրագետ ես դառնում, այսինքն օրինակ նույն անգլերեն, որ ասում ենք AI literacy, դրանից բացի ունենք նաև AI proficiency, ոնց որ տերմինն է, այսինքն AI գրագետ ու AI հմուտ, եթե տենց բառացի թարգմանենք, հա, հմտության այդ մակարդակը գնալով բարձրանում է, բայց ձեր հարցը իրականում շատ կարևոր հարց է, կուզեմ դրան անդրադառնանք, մասնավորապես արհեստական բանականության կիրառությունը մեզ ավելի խելոք, թե ավելի հիմար է դարձնում, պայմանակ, հիմար չասեմ, այսինքն ավելի բութ, թե ավելի սուր ուղեղա ձևավորում։ Մարզում է մեր ուղեղը, թե ընդհանրապես ծուլացնում։ Հա, բթացնում է, թե սրում է, հա, մեր մտածողությունը։ Այդ շատ ուղիղ կախված այնից, թե մենք ոնց ենք օգտագործում։ Այսինքն, եթե պայմանական մենք նույն խնդիրը, որ երեք լուծում էինք առանց ԱԲ-ի, այսօր լուծենք ԱԲ-ով, ապա հա մեր ուղեղը շատ ավելի քիչ կօգտագործվի, որովհետև ԱԲ-ն այդ խնդիրը վարկյանների ընթացքում լուծում է։ Դիցուկ շարադրություն պետք է մի հատ գրեի, տեքստ պետք է գրեի տայ, ասենք այդ տեքստի ձևակերպումների բաների վրա ահագին պետք է աշխատեի, հիմա ասենք պրոմպտն եմ մենակ գրում ու այդ տեքստը շատ լավ ձևակերպած ԱԲ-ն ինձ տալիս է, գնում եմ առաջ։ Այսինքն նույն երեկվա խնդիրը, եթե այսօր լուծում եմ ԱԲ-ով, ես ավելի քիչ ուղեղիս ռեսուրսն եմ օգտագործում, այդ ինձ կտանի բթության, բայց ամբողջ խնդիրն ինչու՞մ է, որ պետք չի նույն խնդիրները լուծել։ Քանի որ արդեն ԱԲ-ն կա, դու պետք է շատ ավելի բարդ խնդիրներ արդեն առաջ դնես լուծես։ Այդ թվում կրթության մեջ երեխաներին կամ աշակերտներին ոչ թե նույն խնդիրներն է պետք իրանց առաջ դնել, որ առանց ԱԲ-ի իրանք պետքա լուծեին, հա, այլ բարդ խնդիրներ, որ ԱԲ-ի օգտագործմամբ պետք է լուծեն։ Օրինակ, արդեն տեքստ գրելը ոչ թե պետքա նրա վերաբերյալը լինի, որ ոնց է անցած մի շաբաթը տանցել կամ արձակուրդները ոնց է անցել, այս շատ ավելի խորը ու կարևոր հարց է։ Օրինակ, այ ոնց անենք, որ աշխարհում այսինչ հարցը այսպես լուծվի։ Դրա վերաբերյալ մի հատ տեքստ գրի բեր։ Ու ստեղ արդեն այդ տեքստ գրելու process-ը ինքը մի հատ փոքր կտոր է դառնում այն ամբողջ խնդրի, որ դու պետք է լուծես։ Ու ուսումնասիրել, այսինքն հետաքրքրության աստիճանը այդ երեխու պետք է բարձր լինի, այսպես գրաբարով ասած curiosity-ն պետք է բարձր լինի, հա, ինքը պետք է ուսումնասիրի այդ խնդրի, ուրեմն էությունը հասկանա, անատոմիան հասկանա, շո լուծումներ պետք է մտածի, AI-ի հետ արդեն, ուրեմն մտագրողներ պետք է անի, հա, brainstorming-ներ անի, դուրս եկած արդեն ուրեմն գիտելիքի
օգտագործմամբ պետքա ձևակերպի արդեն այն խնդիրը, որը որպես առաջադրանք AI-ին տալու է, որ AI տեքստ գրի, հետո այդ գրած տեքստը արդեն արդյոք այն վերջնական հարցը լուծելու է, թե չէ, այստեղ տեքստը չես գրում, որ տանես դասատուին ցույց տաս, ոնց որ առաջ մտածում ենք, տեքստը գրում ես, որով այսինչ խնդիրը պետքա լուծես, հա, այսինչ մարդիկ պիտի կարդան ու այս sense տպավորություններ պիտի ստանան, իսկ որպեսզի այդ տպավորությունը ստան, արդյոք ես քո տեքստը բավարարում է, թե չէ, կարճ կապելով նույն մարդուն նույն մակարդակում գտնվում, այսինքն նույն դասարանում, այսպես ասած, նույն մարդուն ավելի բարդ խնդիրներ պիտի առաջադրենք, որովհետև շատ ավելի ուրեմն էլի sophisticated, ավելի բարդ տվյալ դեպքում բարի լավ իմաստով գործիքներ ենք իրան տվել, էլի։ Միտքը այնա, որ նույն աղյուսակի մասին որ խոսում ենք, հա, ինչի համար ինքը սովորի բազմապատկման աղյուսակը։ Եթե նրա համար, որպեսզի ինքը կարողանա թվերը հաշվել, արդեն իրան պետք չէ, որովհետև ինքը այդ թվերը կալկուլյատորով կարողանում է հաշվել։ Երբ որ մեր դպրոցում մեզ արգելում էին կալկուլյատորից օգտվել, ասում են, թող անընդհատ ձեռը չի լինելու, ոչ եմ թող ուղեղով էլի, ոչ եմ հաշվի, բայց հիմա եկել ենք մի օր, երբ որ անընդհատ ձեռք սա, ոչ միայն կալկուլյատորը, այդ ամբողջ գիտելիքը։ Հետևաբար, երբ որ դու իրան ասում ես հաշվել սովորի, որ կարողանաս, այսինքն աղյուսակը անգիրարա, որ կարողանաս հաշվել, անտրամաբանական բան է, բայց երբ որ ասում ես աղյուսակն անգիրարա կամ դաժե անգիրը չէ, հիմա հետ դառնամ այդ շարադրության, հա, երբ որ դու ասում ես, այս շարադրությունը գրի, որպեսզի այս տեքստը բերես ինձ, ինքը ասում է, չէ, տեքստը գրելու համար պետք չէ շարադրություն գրեմ, ինքը բան է, AI-ն է օգտագործում, բայց երբ որ ասում ես, այս շարադրությունը գրի, որպեսզի ուղեղումդ նոր նեյրոնային կապեր ձևավորվեն, որոնք նոր բան հեղինակելուց են ձևավորվում, ու այդ տեքստը կարաս ինչ ցույցել չտաս, բայց դու այդ գրի, որպեսզի այդ կապերը ձևավորվեն, որպեսզի դու վաղը նույն քո արհեստական բանականությանը խնդիր ձևակերպելուց ավելի գրագետ, ավելի որակով ձևակերպես։ Այս արդեն ուրիշ հարց է։ Կարճ կապելով երկու հիմնական բանի վրա եմ ուզում մեր ուշադրությունը դարձնել։ Առաջինը, շատ ավելի բարդ խնդիրներ է պետք հիմա առաջադրել, հաշվի առնելով, որ շատ ավելի բարդ գործիքներ ունենք։ Երկրորդը, այն գործառույթները, որ առաջ անում էինք, եթե այսօր պետք է շարունակենք անել մեր ձևավորման, մեր կրթվելու, այստեղ արդեն կերտել, քերթվել այդ բառի իմաստով, հա, կրթվելու համար եթե ինչ-որ բան պետք է անենք, ապա հստակ կրթվողին կոմունիկացնենք, որ այս տեքստը չես գրում, որ բերես գնահատական ստանաս։ Այս տեքստը գրում ես, որ ուղեղիդ նեյրոնային ցանցը այսենց ուրեմն զարգացում ապրի։ Բավարար չափով դասավանդողներ են պետք դրա համար, որը խնդիր է։ Բավարար չափով ի նկատի ունեք քանակի առումով։ Այո, քանակի եւ որակի բնականաբար։ Որակը 100%, այսինքն մեր դասավանդողներն առաջերտին այս մտածողության փոփոխության մեջով պետք է անցնեն, այդ mind shift ասածն է, էլի, ոնց որ աշխարհայացքի չափի մասին աստեղ խոսքը մտածողության ձևի մասին է, ոնց որ կա fixed mindset, չէ, ֆիքսված մտածողություն ու growth mindset, այսինքն աճող մտածողություն։ Հիմա ֆիքսված մտածողության մարդիկ գիտեն, որ ճիշտն է սա, որ այս 4 տարի սովորել եմ համալսարանում, ասենք, մանկավարժակում, այս ինչ բանը, ու այդ իմ սովորած այս 40 տարվա մանկավարժ եմ, 40 տարի այդ նույն բանը տալիս եմ։ Մի քանի 100 տարի առաջ դա կարար ճիշտ լինել, որովհետև փոփոխությունները շատ դանդաղ էին տեղի ունենում, ասենք սերունդներ էր տևում, մինչև նոր գիտելիք էր ձևավորվում, դա դառնում էր կրթական նյութ։ Այսօր այդ նույն բանը արդեն չես կարող ասես, որովհետև այսօր ամեն օր է նոր գիտելիք ձևավորվում ու նոր մեթոդներ առաջ գալի։ Հետևաբար fixed մտածողությունից ֆիքսված մտածողությունից պետքա աճի մտածողության վրա գա, այսինքն ուսուցիչը, կրթողը ամեն պահի դրությամբ լավագույն ձևով իր սաներին կերտելու ուրեմն նոր մեթոդները պետքա գտնի, մշակի, կիրառի, այդ իմաստով, այո, շատ ավելի արագ զարգացող ու շատ բարձր որակի ուսուցիչների կարիք ունենք, որոնք ոչ թե գիտելիք փոխանցողներ են այլևս, այլ այդ գիտելիքներն ու հմտությունները ձևավորելու process-ը ֆասիլիտացնողներ են լինելու, հա։ Այդ մեկ, բայց մյուս տեսանկյունից քանակի մասով այսօր արհեստական բանականությունը ագենտների օգնությամբ հնարավորություն է տալի անհատականացված կրթություն կազմակերպել։ Առաջ օրինակ, ասենք 30 հոգի երեխա է դասարանում նստած, մենք ասում ենք, դե այս երեխաքը տարբեր են, ամեն մեկին ինդիվիդուալ մոտեցում է պետք, բայց անհնար է։ Հո ամեն մեկի գլխին չեն կարող մի ուսուցիչ դնենք ու համակերպվում էինք այն մտքի հետ, որ այդ մի ուսուցիչը նույն ձևով այս 30-ին էլ պատմելու է, նույն տեմպով, նույն 45 րոպեում ու համաձայն էինք, որ ինչ-որ մեկը լավ է զարգանալու, մյուսը այդքան չէ, որտեվ այս տեմպը սրա համար լավն է, նրա համար չէ։ Այսօր այդ խնդիրն այլևս չկա, այսօր ամեն մեկին ոչ թե մի ուսուցիչ, ամեն մեկին մի քանի ագենտ ուսուցիչ կարանք տրամադրենք, որոնք տվյալ մարդու կրթվելու տեմպից ու ոճից կախված լավագույն մեթոդներով տվյալ մարդու լավագույն, ուրեմն, այսպես ասած, շնորհը գտնեն ու բացահայտեն, հա։
հասկանում եք, չէ՞, ինչի նկատի։ Այսինքն քանակի առումով կրթողների արհեստական բանականությունը հակառակ շատ լայն հնարավորություններ է բացում, ամեն մեկին ինդիվիդուալ կրթություն կարող ենք հասցնել, որակի առումով կրթողները, այն հին մեր ուսուցիչները այսօր պետքա իրանք եւս տրանսֆորմացվեն ու նոր ձևով կրթվելը կազմակերպող ֆասիլիտացնող դառնան։ Պատկերացրեք, չէ՞, այսինքն ոչ թե ինֆորմացիա փոխանցող, այլ կրթական process-ը լավագույն ձևով ֆասիլիտացնող մարդիկ պետքա իրանք լինեն, էլի։ Այտենց, այսինքն անսահման մեծ հնարավորություններ է բացվել, այս հնարավորություններից լավագույնս օգտվելու համար անսահման արագ տրանսֆորմացիա պետք է ապրենք մենք։ Եվ ստացվում է ապրել։ Տեմպը ոնց է մեր։ Որ անկեղծ ասեմ, լավ չի։ Պրոգրես կա, լավ է որ հետաքրվում ենք, բան, բայց որ անկեղծ ասեմ, ինչքան կուզեինք արագ աճել, դրանից տես մի քանի անգամ դանդաղ ենք էլի աճում։ Այդ դե իհարկե ահագին բարդություններ կար, պետք է հաղթահարենք, դե միշտ ասում ենք հեշտ բաները թողնա թույլ մարդկանց, հա մենք հասկանում ենք, որ այդ բարդ է ու հա պետք է անենք այդ ազգովի առհասարակ էլի պետք է անենք։ Գիտեք, արհեստական բանականությունը արդյունավետ ու մեծ մասշտաբներով օգտագործելը հիպեր կարևոր հարց է։ Այսինքն մի քանի տասնյակ տարի հետո որ երկրներն են դեռ լինելու, որոնք արդեն չեն լինելու, հա, կամ որ երկիրը որից է կախված լինելու, որն է հզոր, որը թույլ, այդ ամեն ինչը ուղիղ կախված է նրանից, թե այսօր որ երկրներն են, ուրեմն բավականաչափ արդյունավետ արհեստական բանականությունը ստեղծում, օգտագործում ու իրանց տարբեր ոլորտներում, ուրեմն էֆեկտիվություն բարձրացնում դրանով, հա։ Նույն այսօր Չինաստանում Միացյալ Նահանգներն են այդ մրցավազքի մեջ, ու որ դուք նայում եք այնտեղ ինչ տեմպերով այդ զարգացումը գնում, շշմում ես։ Իհարկե ռիսկերն էլ հետն է գալի բնականաբար, բայց այլևս հարց չի, որ վաղվա աշխարհը այսօր տեխնոլոգիաների կիրառության ձևից ու մասշտաբից է կախված։ Հիմա վաղվա աշխարհում մեր դիրքը մեր այսօրվա տեխնոլոգիաները սերտելու տեմպից է կախված։ Ես շատ կուզեմ, որ մեզանից յուրաքանչյուրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից յուրաքանչյուրն առնվազն հասկանա սա։ Ու կապ չունի մենք ինչ ենք անում, որ ոլորտում, մենք սպորտով ենք զբաղված, գյուղատնտեսություն, գիտական աշխատանքներ ենք գրում, թե ասենք ինչ-որ բիզնես ենք անում, արհեստական բանականության կիրառությունը մեր գործում պարտադիր է, եթե մենք պլանավորում ենք մեծ արժեք ստեղծել ու մեր երկիրը որպես հզոր ազգային պետություն կայացնել։ Այս շատ կարևոր գիտակցում է ինձ թվում է։ Շնորհակալություն զրույցի համար։ Ձեզ շատ շնորհակալություն։